Ստեփան Էլմաս, Դաշնամուրի կոնցերտ թիվ 2։ 20-րդ դարաշրջանի սկզբին երաժշտության մեջ ի հայտ եկան նոր ու բազմազան ուղղություններ, բայց այս հայազգի կոմպոզիտորը շարունակեց գրել ռոմանտիկ դարաշրջանին բնորոշ եթերային մեղեդիներ։ Քչերին հայտնի այս կոմպոզիտորը մինչև կյանքի վերջ չդադարեց ստեղծագործել, թողնելով դաշնամուրային ստեղծագործությունների մի հսկա ժառանգություն։ Ստեփան Էլմաս, 20-րդ դարասկզբի հայ երաժշտության թաքնված ռոմանտիկը։ Մարտի 5-ին համեցեք Արամ Խաչատրյան համերգասրահ ունկնդրելու կոմպոզիտորի դաշնամուրի կոնցերտը անվանի դաշնակահար Հեղինե Ռափյանի կատարմամբ ժամանակակից երաժշտության փառատոնի շրջանակում։ Երեկոյի ընթացքում կկայանա Հայկ Բոյաջյանի 3-րդ սիմֆոնիայի համաշխարհային պրեմիերան։ Կհնչի Գևորգ Հովհաննիսյանի Ադաջոն։ Համերգը կղեկավարի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթող Ֆերնանդո Օսկար Գաջինին։ Փառատոնն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ։ Ռազմավարական գործընկեր GTB Holdings ընկերություն։